Վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն քննարկվում է բլոգեր դերասանուհի Էլիզա Մելիքյանի անձնական կյանքը և նրա հարաբերությունները ընտանիքի, շոումեն Արամ Մելիքյանի և կնոջ Լիլիթի հետ։ Ամիսներ առաջ Էլիզ Մելիքյանը առանձին ապրելու որոշում կայացրեց։ Դրանից հետո թվում էր, թե սրվել են հարաբերություններն ընտանիքի անդամների հետ, նրանք նույնիսկ սոցիալական հարթակներում դադարել էին միմյանց հետևել։ Թեև Էլիզան շարունակում է հիմա էլ ընտանիքի հետ չմասնակցել տարբեր միջոցառումների և իրադարձությունների, որոնք տեղի են ունենում Արամ Մելիքյանի ընտանիքում, միևնույն է, Էլիզան կարծես թե շտկել է հարաբերությունները Մելիքյան ընտանիքի հետ։ Երեկ բլոգերն իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում կիսվել էր Լիլիթի հետ արխիվային լուսանկարով, առաջարկում ենք դիտել դա։ Իսկ այժմ անդրադառնանք աստղային այլ նորությունների։ Դերասան Հայկ Հովհաննիսյանը շարունակում է բավականին ակտիվ գործունեություն ծավալել, ներկայանալով տարբեր հեռուստասերիալներում։ Հայկը սոցիալական իր էջերում ևս կիսվում է հրապարակումներով։ Դերասանն իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան է կազմակերպել, որի ընթացքում նրան հարցրել են, թե ինչն է կյանքում ամենակարևորը։ Հայկը պատասխանել է հետևյալ կերպ. «Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում, ամեն օր տարիքի հետ խնդիրներն ավելանում ա մեր կյանքում, ու էդ ժամանակ ամենակարևորն էն ա, որ մարդն իր տեսակը չկորցնի։ Ես կարամ շատ երկար ու սիրուն տողեր գրեմ, բայց ես ինքս էլ շատ սխալներ եմ ունեցել։ Մի կորցրու մարդ տեսակդ», գրել էր Հայկը ինստագրամյան իր էջում։ Այսօր օրը կարևոր է նաև բլոգեր Լիլի Մուրտոյի համար։ Մայիսի 9-ին Միացյալ Նահանգներում լույս աշխարհ եկավ մոդել և երգչուհի Լիլի Մուրտոյի առաջնեկը, ում զույգն անվանակոչեց Ավրորա։ Այս ամիսների ընթացքում Լիլին շատ հաճախ իր ինստագրամյան էջում հրապարակումներով է կիսվում և պատմում դստեր մասին։ Երեկ մոդելը նոր հոլովակ է հրապարակել ամուսնու և դստեր մասնակցությամբ և գրել հետևյալը. «Ավրորան ամսի 9-ին դարձավ 3-ամսական, կանգ առ, ժամանակ», գրել էր Լիլին։ Դերասան և երգիչ Էմիլ Պողոսյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։ Էմիլը իր ծննդյան օրը կազմակերպել էր հատուկ միջոցառում, որին մասնակցում էին նաև հայ հայտնիներից շատերը։ Էմիլ Պողոսյանն այս պահին նկարահանվում է «Գոյամարդ» հեռուստասերիալում, և նրա ծննդյան խնջույքին մասնակցում էր նաև դերասանական կազմից որոշ հատված։ Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ևս ներկա էր դերասանի ծննդյան օրը։ Starnews.am-ը շնորհավորում է Էմիլ Պողոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ և ձեզ ներկայացնում հոլովակներ։
Իսկ այժմ ուրախալի լուր։ Հրազդանում լույս աշխարհ է եկել 4 եւ ավելի կշռով երեխա, ում ծնողներն անվանակոչել են Ազատ։ Star News-ը շնորհավորում է։ Մոդել, հաղորդավարուհի եւ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Instagram-յան հարթակում շարունակում է ակտիվ լինել։ Լուսինեն նոր հոլովակ է հրապարակել, որի ընթացքում խոսում է որոշումներ կայացնելու դժվարության մասին, անկախ տարիքից։ Երևի վստահ լինելը չի նշանակում երբեք չկասկածել։ Կարևորը կասկածների մեջ էլ կարողանալ լսել քեզ ու առաջ գնալ։ Իսկ դուք որոշում կայացնելուց հետո էլի երկար մտածում եք, ճիշտ արեցիք, թե ոչ, գրել է Լուսինեն ու խոսել այդ մասին։ Առաջարկում ենք լսել հաղորդավարուհու խոսքը։ Ես մի որոշում էի կայացնում ու հերթական անգամ ինքս ինձ բռնեցի այն մտքի վրա, արդյոք ճիշտ եմ անում, թե ոչ։ Ու հենց այդ պահին մտածեցի։ Հետաքրքիր է, որ ես առաջ համոզված էի, որ տարիքի հետ այս կասկածները պիտի անցնեն, որ ինչքան մեծանում ես, ինչքան փորձ ես ձեռք բերում, այնքան ավելի հստակ գիտես, ինչ ես ուզում ու ավելի վստահ ես որոշումներիդ մեջ։ Բայց արի ու տես, ոչ, այդպես չի։ Ես էլ կարող եմ մի բան շատ վստահ որոշել ու հետո մտածել, գուցե ուրիշ ձև էր պետք, կամ կարող եմ հրաժարվել ու հետո մտածել, գուցե պետք էր համաձայնվել, կամ հակառակը։ Ու գուցե կողքից երբեմն թվում է, որ ես շատ հստակ գիտեմ ինչ եմ ուզում, վստահ գնում եմ իմ ընտրած ճանապարհով։ Բայց պիտի խոստով անեմ, որ իրականում ես էլ բոլորի նման ունեմ կասկածներ, վախեր, ինքս ինձ հետ տարաձայնություններ։ Ու հիմա արդեն մտածում եմ, երևի դա լրիվ նորմալ է։ Վստահ լինելը չի նշանակում երբեք չկասկածել։ Երևի վստահությունը այն է, որ նույնիսկ կասկածների մեջ կարողանում ես որոշում կայացնել ու առաջ գնալ։ Դերասանուհի Դիանա Մխիթարյանը բացի անձնական կյանքում տեղի ունեցող նորություններից նորություններ ունի նաև աշխատանքում։ Նաև նշանածը սկսել է նկարահանվել նոր հեռուստասերիալում, որը շատ շուտով արդեն էկրաններին կլինի։ Դիանան պատմել է օրը վաղ առավոտյան սկսելու, պատրաստվելու եւ դերասանուհու կյանքի մասին։ Առաջարկում ենք լսել նրան։ Утречка, люди мои дорогие, այո, բարձր սենց տոնով փորձում եմ ողջունել բոլորին, ովքեր որ քնած չեն այս ժամին։ Սիրելիներս, ես ինձ թվում է պարզա, չէ՞ ուր եմ գնում։ Գնում եմ նկարահանման եւ այո, հենց այս ժամին։ Եվ այո, ես անասելի հոգնած եմ եւ կարող եք գուշակել, քանի ժամ եմ քնել։ 4 ժամ։ Իդեալական։ Ես գոհ եմ, ընկերներ, անկեղծ եմ ասում։ Ուզում եմ ձեզ ցույց տալ, թե մեքենայի մեջ ինչքան բան կա դրված։ Ճիշտ է, մեքենան ախպորս մեքենան է, բայց քանի դեռ ինքը այստեղ չի, իմ երկրորդ գարդերոբն տեղափոխվել է այստեղ։ Ինչը նշանակում դերասանուհու կյանքը, ռեբյատկի, նաև երգչուհու։ Չեմ զլանա եւ կկիսվեմ, քանի դեռ ունեմ մի փոքր ժամանակ։ Ուրեմն այստեղ ունեմ նկարանման համար նախատեսված երկու պայուսակ է, սա եւ սա։ Այստեղ ունեմ բարձրակրունկներ եւ կոստյում, չգիտեմ անգամ կոստյումս ինչ վիճակում է գտնում, բայց ես իրան ունեմ մեքենայի մեջ, նույնիսկ всякий случай, եթե միամտաբար ինձ ասեն այսօր դու պետք է երգես։ Այստեղ ունեմ երկու շոր, որը որ չի ստացվում տանեմ խիմչիստկայի, նստեցի մեքենա, որտեղ 2 օր չէի վարել, քշեցի մեքենան ու հիշեցի դրա մասին։ Այդպես։ Եվ այստեղ ունեմ մի քանի տարբեր շորեր, որոնք որ նախատեսված են այսօրվա նկարահանման համար, որտեղ ունենք լիքը նոր եւ հետաքրքիր տեսարաններ։ Դա այդպես, սիրելիներս։ Նաև ուզում եմ ասել, որ շատ բարի նախանձում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ քնած են այս ժամին։ Ես մարդ, ով որ չի սիրում արթնանալ շուտ։ Բոլոր լավոր եմ մաղթում, բրբատ, ինձ է մաղթեք լավոր։ Տեսնենք այսօր ինչ է սպասվում։ Ինչ է սպասվի, ես գոհ եմ։ Մեր նկարահանումները արդեն սկսված են։ Այսենց խառախուրը եւ արև անպակաս։ Արեցես։ Այս երեխեքին դուք քնոջում, կորանում ես։ Ամենալավ դերասանն է, լուրջ եմ ասում։ Ասում են քնի քնած, ասում են լացի լացում է։ Ինչ ասում են անում։ Ладно, все, уже река, все, бабай.
սա իմ արդեն երկրորդ լուքն է։ Նոնա։ Մենք պատրաստվում ենք հաջորդ տեսարանին։ Չնայած նրան, որ երկուսս քնել ենք ընդամենը 4 ժամ, Արտացի եք շատ։ փորձում ենք լինել Օրանջել։ փորձում ենք լինել շատ ակտիվ։ Իբր ստապ ենք էլի։ Իբր էլի, իբր։ Առույգ ենք։ Այս անտեղից մեզ սկսում են ասել նկարել, մտնեք ինձ սիրուն տող ենք նկարում բատ։ Երանի հով լինի այսօր ամբողջ օր այսպես։ Ինչ ես ասում։ Հա։ Սովորաբար այստեղ շատ շոկ է լինում եւ տոտ։ Այսօր մի քիչ ուրախանալու առիթ ունենք։ Եթե կադրերում տեսնեք մենք արևի տակ ենք, հավատացեք մենք բավականաչափ տանջվել ենք, որպեսզի գեղեցիկ դուրս գանք։ Այդպես լայտնիկը շա։